գյուղնախարարությունը փակել են, որ հիմնականում գյուղերը քանդվեն, հավիրվեն։ Ասում են մենք մեր դղյակները դպրոցներն է, դպրոց են կառուցել, 8 միլիարդ փող կուտակել են, այսօր ասենք թե ժողովրդի վրա այդ բեռը ավելացրել են, կառուցել են 59 դպրոց, 59 դպրոցից 29 կառուցած է եղել, այսօր դպրոցներ այս տարի 230 դպրոց փակվում է, որ ասենք թե մարդ չի մնացել, դատարկվել է այդ գյուղերը, սա հիմնական իր արած գործը, ես նորից եմ ասում, ամենավտանգավորը անգլավները տալու է, հունիսի 18-ից 19-ն էլ Նախիջևանում Ալիևը հրավիրել է Արևմտյան Ադրբեջանի վերակառուցման վերականգնման հարցը, փաստաթուղթը բացեք ու իրան էլ ցույց տվեք, թող ինքը պատասխանի, թե ճիշտ եմ ասում թե սխալ, Ալիևն էլ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին իր ելույթը, որ անպայման իր ժողովուրդը պետք է վերադառնան Հայաստան, նրանք գալու են ոչ թե տանկերով, ավտոբուսներով, բայց եթե հանկարծ մենք նեղացեցինք, ինքը զորքը բերելու է դնի, Ժորժ ջան, սա սուտ է, կյանքում մարդկանց բան չի փոխվել, որ ասենք թե մարդը լավ ապրի, դուշ տուգանքներ, պարտքեր, վարկեր, հազիվ յոլա գնալ, ասում եմ նայում ես մարդկանց շրջաներ, ման եմ գալ, խեղճացած պատերի տակ նստած են, Ժորժ ջան, պետք է միասնական, ով կարա դանի, կապ չունի կուսակցական պատկան, սաղս էլ հայ ենք, կապ չունի 19 կուսակցություն մասնակցման, 70 կուսակցություն կա, ով կարանի, նա պետք է անի, ազգը բոլորն էլ ուզում են, կարողանան իրենց տունը բայեն, իրենց հոգսով կան, դեմքների ժպիտ լինի, իր ընտանիքի հարցերը կարգավորի, բոլորից ուզածս է, պատերազմ ոչ մեկը չի ուզում, պատերազմ պետք է լինի երաշխավորած խաղաղություն, ասում են, խնդրում եմ թող հարցին պատասխանեն, ասում են խաղաղություն ենք բերել, Ժորժ ջան, թող այդ թուղթը հանի, ցույց տա, ես էլ ասեմ կներես, պարոն վարչապետ ջան, դու ճիշտ ես, որ խաղաղության թուղթը ստորագրած է, ով խախտի պետք է պատժվի, ով հարձակում գործեց, եթե խաղաղություն կա, ադրբեջանցիները ամբողջ մեր տարածքում սաղ սարերի գլխին նստած, մեր հիմնական ասենք թե այսօր գերիներն էլ բան Ադրբեջանում են, բա խիչ են տալի, եթե դա խաղաղություն է, խիչ են տալիս, խիչ են պայմանավորվում, այդպիսի բան չկա, այսօր իրան միայն ընդունում է Ալիևը և հիմնական Էրդողանը, ուրիշ ոչ մեկ էլ չի ընդունում և իրոք ամսի 28-ին կտեսնեք մինչև ամսի 28-ը, որ այսօր օրից ծանրանալու է, մարդիկ անգործ են մնալու, իրոք պրոբլեմներ է լինելու, չգիտեմ ինչ է դառնալու, դե դա պատասխանները ոնց է տալու